Այն օրը Վարդան Այվազյանը եկա, Բայց ո՞նց է գոնե դրանի հետ բան։ Պոստսկրիպտում պետք է։ Բայց դրանից հետո ասեց, դրանից հետո Այդ չեկա, Այդ չպատասխանեց։ Լեռնիկին տեսել եմ, թե այն մյուսը չէր բացացում չկամուսը։ Knockout. Նոկաուտի մեջ է եկել։ Knockout-ի մեջ անգամ են այս սանում։ Հա։ Ինքը ինձ ասաց։ Հա, հաստատ եմ։ Հա, Մարի ջան։ Մարի։ Հա։ Ոչ հիմա չեմ անում, դու ինչ ես անում։ Ինչ։ Չլսեցի մար, մի հատ մի քիչ բարձ խոսի, էլի։ Հա, սպասում եմ սկսվի ասել ես։ Գալուսն ինչ ասեց։ Ինչ ասի գալուս երեխեք ինչ կազնայի։ Չես ճանաչի մար։ Ինչ ասեց։ Հա։ Գուրգեն Եղազարյանը։ Մեկը Լեռնիկ Ալեքսանյան։ Լավոտ կապան։ Ես 5 րոպե ուշացում եմ, դա լավոտ կապան ասել էր արդեն։ Ես ավականը պարան հարցրը։ Ինչ։ Հա, ասել։ Որն հաղթել է։ Ահա։ Հա։ Դրոբը կլասկանան։ Հա, ասում էր կլինի գնամ բանից տան։ Ինչ գիտես, դու էլ խոսեցի։ Խոսեցի չէ։ Որ կա քո հետ գնի։ Ուզում
Ուզում ես գնա ինքը։ Ուզում ես գնա։ Ինչի։ Շատ պետք է դա չխոսի։ Բանետեղ չտնես, անկախ դրանից հիվանդել չլներ, չէի թողելու գնալիս։ Իրան ասելու է, որ գատում։ Նայ սկսվեց ասում է լավ։ Հասարակներ են կեզ բերել ցույց տան։ Ինչ։ Հասարակներ են բերել կեզ համար։ Մենակ իմ համար ռագողների պետք չի։ Իրանայի շատ են ցույց տվել։ Աշնագրություն են բերել, թե ոնց կարելի է այս աշնագրությամբ Ինչո՞վ։ աշնագրություն են բերել, թե ոնց կարելի է այս աշնագրություն կուսակցություն գրանցել, էլի։ Սա, ասենք թե ոնց է, Տանզանիան չի միանել սա։ Որ կուսակցության Իշխանությունների թերարժուժմամբ ՍԴՀԿ են գրանցել մի աշնագրության մեջ 34 կոպիտ խախտումով և ուղղակի հանցագործ միտումով։ Ուրեմն առաջի անգամ ձեզ ցույց տամ փաստաթուղթ, այսա վերցել եմ արտադրության նախարարությունից, որը ոչ մի գրանցում չունի։ Ընդհանրապես գրանցում չունի այս փաստաթուղթը, այսինքն ես փաստաթուղթ ընդունում, ես ցանկանամ փոխեմ։ Դե լավ ես հետո։ Չես գալիս, պարոն։ Ունեք ժամանակ։ Ժամանակ ունեք։ Ինչ կա, գարնիուն ինչ կա։ Գարնան չմա թե դեր չի։ Ծնծաղիկ կա, մի ամբողջ դաշտ։ Կատյան, ուզում է ասել մեկ անց կես։ Էլ չեմ զանգի, նանգում կիշնեմ։ Ես Շուշանյանից էլ ես տում։ Շուշանին ինչ է, հաղորդումը։ Հաղորդումը չեմ լսի, հաղորդման մասին դրանց բաներն եմ կարդացել։ Հաղորդումը չի։ Արդեն պարզերել ինչի։ Չէ, դու ասեմ կնաս դարակազմի մտքեր այստեղ արտաբերել, Ունենք այս քրիստի։ որը պետք է ցիտի պարտադիր, էլի, ոնց որ ինքը արտաբերել է։ Դեր Երեք օր առաջ։ Կան հանրապետականներ կան, ֆիքսել եք։ Չէ, սա լրջագույն հանրապետական է, որտեղ շատ եղեցիկ բան ասե ինձ համար ու հայ ժողովրդի համար։ Ուրեմն Ասեք լավ։ 5 տարի շարունակ նախագահը բազում փորձեր է արել աշխատելու։ Աշխատելու։ Այո, բազում փորձեր է արել։ Չեմ հասկանում, դա փորձադաշտ է սակի Հայաստանը։ Լավ, դու կարդացեք հետ։ Հիմա Ուրեմն նիժդեականն ասում է հետևյալը. 5 տարի շարունակ նախագահը բազում փորձեր է արել աշխատելու, արարելու, բազում քայլեր արվեցին իրականում, բայց ստեղծագործելու, արարել նման պայմաններում հնարավոր չէ։ Բայց եթե 5 տարի հնարավոր չի եղել արարել, նախագահի բազում փորձերից հետո ուտում աշխատի այդ մարդը։ Սա ասում է։ Երկչույի մարդը հիմա ասենք բառասխալներ է բանել։ Ախ, չէ, նա լավագույն երկչույին է արժենում իհարկե։ Բայց հիմա մենք էլ ձեզ ասենք, որ 5 տարի շարունակ դուք տեսակ չեն կարողանում անել։ Ինչի եկաք հետևանքներ հիմա, փորձե վերջացի ընտրությունները, չմասնակցեցիք, չփորձեցիք, թողեցիք մենակ Ռաֆի Հովհաննիսյանին, հիմա էլ ունեք այն ինչ որ ունեք։
Ռաֆի Հովանեսյանի մենակով է թողել։ Մենակ, հիմա հացադուլի մենակ է ստացվում, կոնկրետ։ Ինքը ցանկանում է որ մենակ երևա, ինքը տարապում է ոչիզմով։ Բանակցեց, այդքան բոլորի հետ գնաց առաջ։ Ինքը տարապում է ֆյուրերիզմով։ Ուշադրություն դարձրեք, թե Ռաֆի Հովանեսյանը ինչպես է գնում մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկ դնելու։ Իսկ ինչպես է գնում։ Ուրեմն դուք նայեք, դուք աշխատեք հաշվեշտակ վերջում, ես կավարտեմ հետո, որտեղ երբ որ նախագահության մեջտեղում հարց եք լսել, ես ստիպված եմ նորից մի դես կառուցել։ Ներուզում ինչ են ներկայացնում։ Արմինե Գևորգյան Հայրազարյան։ Ուրեմն Աբովյան փողոցից արդեն Ռաֆին վազում է համարյա։ Ինչու համար, որ հանկարծ կին իրան չհասնի, ինքը մենակ պետք է լինի։ Հարթակում ինքը մենակ պետք է կանգնի։ Եվ այլն, բայց հիմա այսօր Ռաֆին չի, իմ խոսակցության թեման, ավելի անդամ երկչում իր պայծառ մտքերին եւ ասեմ, որ լավագույն երկչուհին մեր ԱԺ-ում ասեմ, որ սա իրոք հայտնություն է։ Հայտնություն է այն առումով, որ ինք իր բերանով ասում է, որ Սերժ Սարգսյանը 5 տարի շարունակ անդադ փորձել է աշխատել։ Բայց այդ անդադ փորձել է աշխատել։ Ինչու համար պետք է մենք հիմա նորից փորձադարձ ստանանք մեր Հայաստանը եւ թողնենք, որ այս մարդը նորից փորձել կատարի։ Այդ ես չեմ ասում, դա ասում հանրապետականն է։ Ասում հանրապետականի կարգառող ներկայացուցիչ է։ Բայց ես եմ մի կողմ դրած ճիշտ ասած ես ծաղկակաղ եմ արել եւ շատ կլինի դրա համար որ այս ամեն ինչ ընթերցեմ ձեր ուշադրությունը ցանկանում եմ գամել մի հանգամանքի վրա որ ուշադրություն դարձրեք հարցազրույցի վերջում նա այսպեսի մի շատ հետաքրքիր նախադասություն արտաբերում Լերինաշյանի ասում է որ օրինակ մենք պետք է մեր հայացքները ուղղենք դեպի միջնադար Կոմիտասին հասկացրեք այդ ընկերուհուն ձեզ եմ դիմում արդեն հասկացրեք որպես հանրապետական Այսօր չէ բան ներողություն ինչ թեմա է Շուշանին ես ասեմ հանրապետական թեման բանան ձևավորում հեսա ես դեպոտելավոր բայց ուրեմն հասկացրեք որ Կոմիտասը միջնադարի հետ կապ չունի Ոչ մի ձևի չի տեղարում Լավ, գոնե Շուշան Պետրոսյանը երկարեցնում են մարդը չի, որ պիտի այդ առումով իրան դասեր տան Ոչ, հեչ ոչ է Չէ, ասենք Շուշան Պետրոսյանը գոնե ասենք քաղաքական անոր կարելի է դասեր տալ, բայց Երաշչյանը դանից ընտանիքում է մեծացել, որ գոնե Ընտանիքը ուրեմն այդ կապ չունեցել Ասեմ ձեզ հետևյալը Ասեմ ձեզ հետևյալը, նա իրանք չունի մարդկանց թյուրիմացության մեջ գցի իբրև թե դեմ դուզ գա մեր պանցալի ուսանողությանը, այն հատվածին, որ դասադուլի է գնում, և օրինակ բերի միջնադարից Կոմիտասին, թույլ տվել դրեք չհամաձայնվել։ Հիմա ասենք թեմային։ Ասենք բուն թեմային, բայց դուք հետաքրքիր նախաբանով սկսեցիք, հիմա ինձ հետաքրքիր է, որ այսպես քննադատվեք, միանգամից քննադատական խոսքը ուղղվեց դեպի Ռաֆի Հովհաննիսյան, բայց այդ մարդը փորձեց, հիմա հաջողել է, չի հաջողել, ժամանակը ցույց կտա, դուք չփորձեցիք եւ հիմա քննադատել մի ուժի, մի մարդու, որը դուրս է եկել պայքարի, համենայնիվ ինքն էլ պայքարի ձևն է այսպես է տեսնում։ Դուք ինչ կարող եք ասել այն ուժի առումով, որը գոնե մինչև մի 20 օր առաջ ներկայացնում եք եւ գոյություն ուներ։ Անջելա ջան, նախ եւ առաջ ասեմ, որ ես միտք չունեմ քննադատել Ռաֆի Հովհաննիսյանին, ասեմ մի րոպե, ես սկսեցի հանրապետական Շուշանից։ Հարց տվեցին, պատասխանեցի։ Ռաֆի համար իմ կարծիքը ասել եմ, մեկ շաբաթ անց, ինչ որ ասեցի եղավ, գնաց ընդեր, ասեց, քանիսն է ժամը, ասեցին 6-ին 5-ը պակաս, ասեց Սերժ մնաց 5 րոպե որ գաս։ 5 րոպեն անցավ, վեր կացավ ուղիղ գնաց իր ոտքով Սերժի մոտ։ Այդ թողնենք։ Այսօր Ռաֆիի խնդիրը չի։ Այսօր մեր իրոք մենք ունենք մի լրջագույն խնդիր, որ մեր ազնվագույն ուսանողության այն հատվածին եմ ես նվիրում, որը այսօր դուրս է գալիս դասադուլի։ Արդեն ոնց որ դուրս չի գալիս։ Ուրեմն էլի դուրս գա։ Դրանք մեր պանցալի երեխաներն են, դրանք մեր պանցալի ուսանողությունն է, դրանք այն հատվածն է մեր ազգի, որի համար անտարբեր չի
իր երկիրը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ խոսքս ավարտեմ, մի շատ գեղեցիկ հաղորդում էր կազմակերպել կենտրոնը, Պետրոսը, որտեղ ուրեմն մի կողմում կանգնած էին այդ պանցարի երեխաները, մյուս կողմին կանգնած էին Պավլիկ Մարոզովի հետնորդները։ Եվ ասեմ ձեզ, ես այնքան մեծ հաճույք ստացա այդ հաղորդումից, որ մենք ունենք նման երիտասարդներ, եւ միանշանակ մեր պետությունը մեծ ապագա ունի։ Այսինքն մենք ունենք հիմա մի քաղաքական իրավիճակ, ընտրությունն են ավարտվել են, Ռաֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի, կար մի լուրջ ուժ իդեմս, ՀԱԿ-ի, որը հիմա հասկանալի չի կա թե չկա կամ նոր է ձևավորվում, այս ամեն ինչով հանդերձ մեր հույսը դրել են երիտասարդության վրա։ Ինչ են անելու այս ուժերը, դուք, որոնք պայքարի մեջ էին, հիմա էլ պայքարի մեջ եք, թե չէ, ինչ եք անելու, որ այն ինչի մասին խոսում եք, ոնց եք գնահատում այն ինչ որ ունենք, եւ դուք ինչ եք անում, որ այդ առումով ինչ որ բան փոխեք։ Ինչ եք հարցում։ Այո։ Լեսան դիմադի ինքը կասի, դուք ասեք այս ուժի մասին ինչ կա եւ դուք ինչ եք փորձում անել։ Ես ասեմ ձեզ, ողջունում եմ, որ այս անգամ Ռաֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի եւ գիտենք ինչու համար է նստել։ Օրինակ առաջ անգամ որ ինքը նստել էր, ոչ մեկը չէր իմանում ինչի է նստել։ Որտեղ այդպես էր այդ մարդը չհայտարարեց։ Հիմա փառք Աստծո հայտարարել է, թե ինչի է նստում։ Ես ողջունում եմ, եթե որտեղ հայտարարել է, թե ինչու է նստում։ Ինչ ենք անում մենք։ Մենք պարտադիր ամեն ինչ անելու ենք, որպեսզի լինի իշխանապետություն։ Իսկ ինչպիսի քայլերով ենք անում։ Դուք շատ մոտ ապագայում, առնվազն 2 շաբաթի ընթացքում ձեզ կտեղեկանցնենք անձամբ, ինչ ենք անելու եւ ոնց։ Տեղի ունեցան ընտրություններ, 800,000 ձայն ստացավ իշխող կուսակցությունը, կուսակցության ղեկավարը գոհեր իր թիմի, շնորհակալություն հայտնեց եւ ոնց որ թե առանց առանձնակի մեծ փոփոխությունների շարունակելու է իշխել։ Ասեմ ձեզ, ինչի օրինակ 800,000 ձայն ասեք, 8 միլիոն ձայն ասեք, ինչ կուզնաք կասեք, մի բան որ կեղծված է եղել, մի բան որ գրված է եղել։ Հիմա գրել են այդքան, պետք է այդքան են գրել։ Պետք է գրեն 900,000, պետք է գրեն 1,200,000։ Ես միգուցե ասենք թե 1,270,000 սովածները գնացել են ձայն են տվել Սերժ Սարգսյանին, կարող է տենց ասենք համընդհանուր խելագարություն է տիրում Հայաստանում։ Բայց որ մի բան է փաստը մենակ մեկն է, ընտրությունները կեղծված են եւ կեղծված են բիրտ։ Լավ։ Հիմա մեկ էլ մի բան ասեմ ես առումով, քանի որ ջանին եք տվել։ Օրինակ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ այսօր տարբեր տեսակի ցուցակներ կան։ Մագնիսկու ցուցակ կա օրինակ, հիմա Ռուսաստանում մեկ ուրիշի ցուցակն են կազմում, այն մարդկանց, որոնք իրավունք չունեն Պետյալ երկիր մուտք գործելու։ Ես առաջարկում եմ ուսանողներին, որպեսզի կազմեն, ասենք, Պրեսկոտ ԽՊՊ-ի ցուցակը, բոլոր այն ստահակների, որոնք գալիս են իմ երկիր, ստեղ ստորագրում են ասնագործությունների տակ եւ մեզ գցում են հերթական անգամ կրակի մեջ։ Մեկը պետք է անդեղ ասի իր դիակի վրով պետք է երթում ուտել, մյուսը պետք է անի, ամբողջ երկրի պետք է խառնվի իրար։ Մենակ մի բանի համար, այո, գիտեմ, Միքայել Արաշտին գիտեմ, այդ Պրեսկոտյան, ուրեմն քննադատությունը գիտեմ։ Հիմա առաջարկում եմ ուսանողությանը, որպեսզի պարտադիր ստեղծեն Պրեսկոտ ԽՊՊ-ի ցուցակը, այն բոլոր մարդկանց անուն ազգաններով, ովքեր ստորագրել են այդ ասնագրության տակ, այդ կեղծիքների տակ, որպեսզի Հայաստանի Հանրապետություն երբեք նրանք ոտք չդնեն։ Լավ, Ռաֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի, ինչպես է գնահատում, դա ծայրահեղ քայլ է, չգիտեմ թե կողմից ասած հաղթանակի քայլ է, եւ մյուս կողմից բարոյական է գնահատում այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք չմասնակցելով այսօր քննադատում են եւ հիմա խոսքեր են ասում իշխող կուսակցությանը, խնդրեմ։ Ուրեմն նախ ուզում սկզբից, որտեղ ես թեմայով ես կոնկրետ որևէ անգամ չեմ ընտրությունների չէ, ընտրությունների հետ ընտրական պրոցեսի մասին։ Ինչ որ բան քննադատելու, աջակցելու համար նախ դիալոգ ունենալ։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ընտրությունից ընտրություն փոխվում է ինչ որ բան։ Դա էտապներ են, որոնք տարում են ինչ որ նպատակակետի։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ այսօր մեր հասարակությունը հատկապես կանգ առավ Ռաֆի Հովհաննիսյանի վրա, չեմ անձնավորում, կերպարի վրա։
հաճելի զարմանալի էր ինձ համար։ Ոչ թե նայում որ Ռաֆի Հովհաննիսյանն այսօր ավելի լավը, ավելի խելոքը, ավելի մեր թիմը իր կերպարի հետ կապված։ Որտեղ ավելի հանդուրժող է, թե ավելի ինչ։ Ոչ միայն հանդուրժող, ուրեմն իր կերպարը, իր բարեկրթությունը եւ վերջապես հասարակության հոգնածությունը մնացած ուժերի նկատմամբ։ Եվ գալիս է այդ կետին, ինչի հակը չմասնակցեցի, ինչի մյուս ուժերը չմասնակցեցին, եւ ինչ են այսօր ակտիվացել, կամ փորձում են ակտիվանալ, կամ որոշ ուժեր սպասում են իրավիճակի փոփոխությանը, որ նոր ակտիվանան։ Մենք շատ լավ գիտենք եւ իշխանությունները եւ անդիմությունը, ասած այդ միջուկի կողքերը իշխանության մոտ պատեհապաշտներ, կծվողներ միշտ կան, անդիմության կողքը կան, չգիտեմ, այս տիպի անուններ там կա դժգոհ մասը, որը շատ օբյեկտիվ է եւ անդիմության խնդիրն այդ մասան տանել իր հետևից եւ Ռաֆի Հովհաննիսյանին հաջողվեց դա եւ բացի դրանից կան քաղաքական, չգիտեմ, լարախաղացներ, անլսես դրանք, քաղաքական ինտրիգաններ, մարդիկ, որոնք պրովոկացիա են անում, այսինքն այսօր Ռաֆի Հովհաննիսյանին հաջողվել է, պետք է լավ լուծել այն դժգոհ մասային ընտրությունների ժամանակ հետտրականը չեմ ասում, տանել իր հետևից, որոշ կողմից։ Ինքը ինտրիգաններին եւ արկածախնդիրներին հերո պահել։ Չեմ ասում հերո պահել, դա բնականաբար հետո են գալի։ Ձեզ ասեմ, շատերը չէին սպասում, այդ թվում նաեւ իշխանությունների շատերը, որ Ռաֆի Հովհաննիսյանը 37% ձայն կստանա։ Ես կոնկրետ որպես իշխանության ներկայացուցիչ եւ ես համարում եմ ինձ նաեւ հասարակության հետ շատ շփվող Զարմացած եք։ Լավ, հիմա դա Ռաֆի Հովհաննիսյան դժգոհությունը իշխանությունից։ Այդ եմ ասում։ Ուրեմն Անժելա, դու բանասը որ հարցեր առաջանալու են։ Ուրեմն կա դժգոհ մասսա, որոնց մասին այդքան խոսում ենք։ Եվ որ ոչ մեկին անդիմադիր ուժերից ոչ մեկին չի հաջողվել այդ մասսային տանել իր հետևից։ Եվ եթե հաջողվել է ինչ որ ժամանակահատված կայուն ձևով, այ հաջողվեց։ Ուրեմն հակին ժամանակի հավաքել մասսա, բայց կա հիասթափություն։ Եվ գնարեց։ Գնդակարությունից եղավ հիասթափություն։ Եվ էլի, այս 20 տարվա ընթացքում էլ հիշենք, եղել են քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, եղել է այդ աստեղային ժամը, մարդիկ են հավաքվել եւ դա Բայց դժգոհության, չէ՞, նաեւ մեծ ծայրերը դժգոհության։ Մեծ բաներ, բայց այդ դժգոհության մասային գալիս է մի մասելիքին իսկական պիտի ուղղորդել այն ուղղությամբ, որ հասարակությունը դրան չնայի հին ձևով։ Այսինքն որ չնայի, որ եղավ, անցավ, գնաց։ Ես այդ կտրվածքով այսօր ուզում եմ, ես մտավախություն ունեմ, որ Ռաֆի Հովհաննիսյանը այն ինչ որ, նորից եմ գրում, լավ ու վատի մասին չեմ խոսում, կերպարի մասին եմ խոսում, ես կուզեմ, որ չհիասթափեցնեն ժողովրդին, հասարակությանը։ Չնմանվի այն բոլոր իշխանություն վերցնի։ Չէ, իշխանություն վերցնելու խնդիրը չի։ Ուրեմն իշխանություն վերցնելը դա այն վերջի եզրակումը։ Այսօր երեկվա այդ միտինգը հանրահավաքի մասին ասում։ Հանրահավաքի մասին խոսում։ Ուրեմն ես զգացի Ռաֆի Հովհաննիսյանը ասում է ես հաջորդ անգամ ավելի դուխով եմ։ Ինչ է նշանակում դուխով եմ խոսելու։ Ես մնացած շատ բաներ ընդունեցի, բայց այդ չընդունեցի։ Ինչ եք սպասում իրենից։ Այսինքն դուխով, այսինքն Ռաֆի Հովհաննիսյանը ինքը զգում է, որ գիտես ինչ անպայման պետք է ուժով խոսի, դուխով Իմ համար խոսի։ անհասկանալի է, որ իշխանությունն ասում է թող ընդդիմությունը չհիասթափեցնի ժողովրդին։ Չեմ հասկանում։ Ինչ է ուզում այդ։ Այսինքն չնմանվի նախորդներին։ Ինչ է։ Այս ժամ խոսքեր չասի։ Նախորդը գնաց, պայքարեց եւ Ինչ է, չեմ հասկանում։ Անի այն ինչ որ ինքը խոսքով ասում է, սահմանադրական եղանակով մարդիկ հոգնել են այդ հայոյելուց, չգիտեմ իշխանություններին քննադատելու։ Իշխանությունը այդ չի ուզում, ամբողջացնել դա։ Ես դեռ կարծիքին չեմ։ Այդ դրա համար էլ ասում եմ, որ այսօր հասարակությունը կանգնելով Ռաֆի Հովհաննիսյանի կերպարի։ Ինչ անի։ Մեզ պետք է անդիմություն, իշխանություն։ Շատ է պետք է։ Այդպես ինչպես անդիմությանն է պետք, ուրեմն մեզ պետք է անդիմություն։ Սկզբունքային ազնիվ անդիմություն։ Ձեզ պետք է Նախագահները հիմնականում հանրապետական կուսակցությունն են մասին դա։ ասեմ, Մենք էլ ունենք։ հիմնականում, իշխան ասեն գալանչի կա,
Հենց վաղը մյուս օրը մի բան փոխվեց, ջարանչները մեկը տեսա սեկան։ Քննադատում են Ռաֆի Հովհաննիսյանի կողքին այսօր վերենկացը, չգիտեմ, հարթության հարտարկում սկսում են Ռաֆի Հովհաննիսյան լիդեր ընդունել։ Սա ընդունել է ձեր համար։ Ով է օրինակ։ Օրինակ ով է։ Հանրապետություն գուսակցություն։ Շատ է, ով է։ Ուրեմն ընդդիմադիր բոլոր ուժերը քաղաքագործիչները միջև ընտրությունները քննադատում են Ռաֆի Հովհաննիսյանին, որպես իշխանությունների հետ, չգիտեմ, բանակցող, տակից։ Չէ, ուրիշ բանակցողը լավ չէր։ Ինչ։ Ուրիշ բանակցողը, բանակցողը լավ չէր։ Ասեք, Գործարքի գնալ։ քաղաքակիրթ բառը։ Այդ դրա համար ասում եմ Լեռնիկ ջան, որ մեզ պետք է Ռաֆի Հովհաննիսյանը։ Մենք չեմ ասում մեզ պետք է։ Թող չի հաստատապաս։ Ես ասում Նույնիսկ ասում ես, որ այնց անենք, որպեսզի Ռաֆի Հովհաննիսյանը չի հաստատապասնի այդ մասային։ Ես կգնում եմ ասած։ Շատ բարդ։ Որտեղ մեզ պետք է ուժեր ազնիվ ընդդիմություն։ Որտեղ իշխանությունների մենակ մեզ չէ։ Ժամանակին բոլորին ձեզ պետք է մեզ պետք է կառուցողական ընդդիմություն։ Կառուցողական չէ։ Որը ասենք տեղավորվում է գրպանի հետ Զախանկյուն։ Պարոն Երազարյան, բոլոր իշխանություններին պետք են սկզբունքային ոչ թե հայերենի մեջ տեսնեն, ամենը ինչ ուզում եք։ Մենք ոչ մի հավիակ չենք տվել հարթակից։ Դուք մեր վրա կրակել եք մարտի 1-ին։ Ես ես Ռաֆին, որ սկսեցի քննադատել։ Մոնղոլ թաթար չէիք հայոյում։ Դու մոնղոլ հայոյան կա ներողություն մոնղոլ թաթարը։ Այս դու Ավազակապետություն։ ավազակներ հայոյանք չի, որտեղ ավելի վատ բաներ կա։ Ձեր մասին չեմ ասում։ Ավելի վատ բաներ։ Հիմա ասեմ, ինչ վերաբերվում է, այդ տեսեք, կար Ռաֆի Հովհաննիսյան, կան ուրեմն ընդդիմադիրներ։ Չէ, ո՞նց ասում Ռաֆի Հովհաննիսյանը սահմանադրությամբ եկեք, չգիտեմ, տեսկանի թե չէ։ Եկեք սահմանադրությամբ։ Այդ իր խնդիրն է, ինքը սահմանադրությամբ ոչ միտեղ չի գնալու, ոչ մեկին ոչտեղ չի տանելու։ Հիմա ինչևից է, իմ կարծիքն եմ ասում։ Այդ դրա համար ձեզ պետք է ինքը։ Հիմա ինչից սկսվեց, որ ես սկսեցի քննադատել, ասել մեկ շաբաթվա սանդիմությունը Ռաֆի Հովհաննիսյանին։ Ուշադիր հետևելով, ես ասեմ դες, որ ամսի 14-ն եմ ասել, հունվարի 14-ին ասել եմ առայն, որ Ռաֆի Հովհաննիսյանը կունենա երկրորդ պապորոշ տեղը։ Թե որտեղից դա գիտեմ։ Գիտեմ գոնե։ Բան իմացել եք։ Չէ, որտեղ դա այնքան ակնառու էր։ Հիմա ինչևից է։ Իսկ ինչու՞ սկսեցի քննադատել Ռաֆի Հովհաննիսյանին։ Ով իշխանությունը։ Ես։ Հա։ Շատ պարզ բանի համար։ Ամեն տեղ որտեղ գնում էր հանդիպման, սկսում էր մարտի 1-ով, ավարտում էր ուրեմն հակով։ Պարզեց, որ մարտի 1-ին ժառանգությունը կանգնել է մեր եւ ոստիկանությունը։ Ճիշտ է, ես եմ տեսել կանգնել է։ Համբերեք մի րոպե, թող տվեք պատասխանեմ։ Էսա կասեք ճիշտ եք ասում, ուրեմն դուք եք Ես տեսել եմ այդ Անահիտ Բախշյանին։ Ահա մի օդի տեսել եք, ժառանգությունն ասում, չի ասում իրենց օդի։ Մասով Արմեն Մարտիրոսյանի։ Ներողություն։ Համբերեք մի րոպե։ Ես եղել եմ, վերջին մարտն եմ եղել, ով դուրս է եկել այդ հրապարակից, վերջին մարտն եմ եղել, ով դուրս է եկել։ Հրապարակի մասին եք ասում, որ։ Այո, ես Միասիկանի Արցանի դիմացի հրապարակի մասն եմ ասում, վերջին մարտն եմ եղել։ Ուրեմն տեսել եմ 10-15 րոպե, Անահիտ Բախշյան, տեսել եմ 4-5 հոգու։ Լսեք մի րոպե, 4-5 հոգու եմ տեսել։ Ես ամսի 1-ին ժամը 11-ից, երբ որ դիակները այս իշխանությունը թաքցնում էր, պահում էր եւ միացել են տրանսպորտերով մաքրում են դեպի վայրը, որ արմը լվանան, ես այդ պահից միջև 3-4-ին 15 պակաս ժառանգության ոչ մի անդամ չեմ, ոչ մեկին չեմ տեսել, մի րոպե։ Հիմա Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարում է, չխանգարեք, հայտարարում է հետևյալը, որ ժառանգությունը կանգնել է մեր եւ զորքի միջև, ոստիկանության միջև, չի թույլ տվել, որպեսզի երկու տեղից զոհեր լինեն, այսինքն մենք չսպանենք ոստիկաններին եւ զորքին, զորքը չսպանի մեզ իմ ընկերներին։ Ավարտում թեման, ավարտում եմ։ Այսօրվան եք։ Ես ասեմ, այս ամեն ինչը սուտը բացարձակ, տամարդի սուտը։ Սուտ չի։ Ոչ մեկը, եթե ժառանգության գոնե 20 հոգի, 30 հոգի, 40 հոգի կանգնած է եղել, Կադրերը կա,
Անայի Բախշյանը մեջտեղում գոռում Էլի ասում եմ, ես ասեմ 4-5 հոգի, այդ գոռած ու կանգնացրեց, բանջի 10 հոգի սպանեցին։ Լավ է։ Ուրեմն եթե ժառանգությունը, ես այնտեղ եմ եղել ու կանգնացրել եմ, եթե ժառանգությունը ունի նման մարդիկ մի 3 տասնյակ, ովքեր տեսել են այդ ամեն ինչը, այսօր նախաքննությունը կանգնել ասում եմ, մենք չունենք վկաներ, թող գնան վկայություն տան դրանք, ովքեր են ընդդիմադիրներից կրակել զորքի վրա եւ զորքից ովքեր են կրակել ընդդիմադիրների վրա։ Թող խոսում տան։ Որտեզի ներառյալների ծանոթի դուրս գա։ Լուրջ առիթ է քննադատելու համար ժառանգության, ասենք մի կետ եք գտել, ասում եք այս մասում 3-ից 4-ը չեն եղել են 1-ից 3-ը։ Ավելի լուրջ դիտարկելու դեպքում բոլորն ասում են, որ Ռաֆայ Հովհաննիսյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին դրածո թեկնածու, այդպես չեղավ։ Այս պահը գնահատեք, խնդրում եմ։ Հիմա այս պահը գնահատեմ այդ պահը ձեր։ Ձեր ասածը գնահատեմ։ Նախ եւ առաջ իմացածը շատ լուրջ բան է, վերինաշանի լուրջ բան է։ Երբ որ ես 10 ընկերներ եմ կորցրել, երբ որ 135 հոգի բանտերում են եղել։ Լավ, դե ուրիշ երկու տարի շարունակ ոչ մի բան չեմ կարողացել հայտնաբերել մեր վրա։ Այսօր ինքը ասում է, որ իր կուսակցությունը պաշտպանել է մեզ այդ զորքերից։ Ինչ է հիմա հարցին գանք։ Հիմա ձեր հարցը տվեք պատասխանեմ։ Դուք ասում եք, որ ասում եք մեկ շաբաթվա անդիմություն է, ժառանգությունը, փաստեր եք բերում, որ այդպես է։ Մի քիչ այլ սցենարով հետընտրական զարգացումները գնացին։ Կար կանխատեսում, որ Ռաֆայ Հովհաննիսյանը անպայման շնորհավորելու է Սերժ Սարգսյանին, բայց Ռաֆայ Հովհաննիսյանը հայտարարում է պայքարելու մասին ու դիրքորոշումը կոշտացնելու մասին։ Սա չի փոխել ձեր գնահատականները եւ այս պահը ինչպես է ամենևին չի փոխել։ Ամենևին։ Ես ասել եմ հետեւյալը։ Ես նախ եւ առաջ հայտարարել եմ, կարող եք հանել դա, ընտրությունից առաջ, միջև 1 ամիս առաջ ասել եմ, որ լինելու է երկրորդ տեղում Ռաֆայ Հովհաննիսյանը։ Նույնիսկ մենակ մի բան եմ սխալվել։ Ասել եմ, որ երրորդ տեղում, երրորդ եւ չորրորդ տեղերն եմ սխալվել։ Հա, լավ, ինչի չի Ինչևից է։ Եվ ասել եմ հետեւյալը, որ ի վերջո երկրորդ երրորդ տեղերը դրա համար են, որպեսզի շնորհավորեն Սերժ Սարգսյանին։ Դե շնորհավորեց։ Հիմա մի բան ասեմ ձեզ, ի վերջո այդ մեկ շաբաթ հետո իմ ասածը եղավ գնաց այնտեղ որոշակի մի րոպե, մի խանգարեք, հացադրումներ կատարեց, արդյունքում չեղավ բանակցությունները մտան փակուղի եւ չշնորհավորեց։ Եթե փակուղի չմտնեն, չշնորհավորեց։ Ինչևից է։ Հիմա նստել է հացադուլի եւ ասում է հայտարարում է հետեւյալը, որ իմ իրակյանքը ներում է հայ ժողովրդին, որ թող իր գերեզմանի վրա գան երթում ուտեն եւ այլն եւ այլն։ Համբերեք տեսնենք ինչ է լինում։ Հիմա դուք ժողովուրդը ձեզ կընկալի, այսօր դիմադիր ուժը դուրս հայտնի, դիմադիր ուժը քննադատում է ոչ թե իշխանությանը, քննադատում է այդ դիմադիր ուժի։ Դուք սխալվում եք, դուք հետևեք ես ինչ եմ ասում իշխանությանը։ Հա։ Ես ինչ եմ ասում, եթե Ռաֆայ Հովհաննիսյանը երկու ամսվա ընթացքում իշխանության ոչ մի բան չի ասել։ Ասել է մի րոպե սպասեք մի խանգարեք, ասել է մենակ մեր մասին։ Նրա երույթները սկսել են մեծանով, ավարտել են մեծանով։ Նա իշխանությունների մասին մի բառ չի խոսացել։ Պարոն Ղազարյան, դուք համաձայն եք, որ ուզում հաստատ, որ Ռաֆայ Հովհաննիսյանը 37% ձայն է տալի։ Ուրեմն ես մի բան գիտեմ։ Դրա մեջ կա ինչ-որ բան։ Իհարկե կա, ասեք, թող շարունակեք։ Ուրեմն ասեմ, մեկից պատասխանեմ շարունակենք։ Իհարկե կա, որտեղ այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ Սերժ Սարգսյանը չիմա մի քանի տոկոս ունի։ Այն բոլոր տեխնացուներից ոչ մեկը չի կարող ասել, թե ինքը քանի տոկոս ունի։ Այնպես է աղաղակված ամեն ինչ։ Դուք համարում եք, որ այդ ձայները իրանը չի, իրան ձայն են տվել։ Ես ասում ոչ մեկը չի ոչ մեկը չիմա մի քանի տոկոս ձայն է ստացել։ 37% գոնե ստացել է։ Այս ընտրություն ասում գոնե ստացել է։ Ես չեմ ամիշկան ստացել։ Միգուցե Անդրես Ղուկասյանն է ստացել։ Կեցված ընտրությունները։ Ես ինչ իմանամ։ Ուրեմն մարզի ինչ իմանամ, եք կեղծել եք։ Ինչ իմանամ։ Ինձ էլ է հետաքրքիր, հիմա ինձ էլ է հետաքրքիր, որ իրոք Ռաֆայ Հովհաննիսյանը ստացել է 37% ձայն։ Եվ ամբողջ առնվազն 37%։ Եվ ամբողջ հասարակությունը ընդդիմադիր ուժերը ասում են, գիտեք ինչ կա 37% չի, ավելի շատ է։ Ոչ մեկը նկարել ոչ մեկը հետաքրքիր է, որ հակը այդ 37%-ներ
Հապը չէ, յուրգեն եղել է։ Սպասեք, հիմա Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ գնում է հացադուլի, կգնա միայն իր դիակի վրայով երթում կլինի ստադուլի, էլ ինչա դուլի երեխեք։ Կեղծադուլի, այսպես է։ Մարդը իր ասելիքը հիմա այս կամ այն կերպ ձևակերպեց, հստակ է դրել է սեղանի, որ սա են գործողությունները։ Իշխանությունը ինչի է պատրաստ, ինչի է գնում, ինչ կերպ է ձևակերպում իր գործողությունները, պիտի որ արդեն առասներ եւ ձեր ընդդիմադիր ուժը ինչի է գնում, ինչի է սպասում, ինչ գործողություններ է անելու, խնդրեմ։ Որպեսզի հանգիստ թողենք Ռաֆի Հովհաննիսյանի քայլերն ու գործողությունները։ Երեցիկ տարեր էս ամեն ինչ, ուրեմն պաշտպանել Ռաֆի Հովհաննիսյանի, մենք էլ ուրեմն ջարդում ենք Ռաֆի Հովհաննիսյանին, հա՞։ Հացադուլի է նստել։ Ես ասացի առաջի անգամ որ նստել էր հացադուլի, այդ մարդը առանց հայտարարության նստել էր հացադուլի ներողություն։ Օրինակ որպես լրագրող գնացեք հարց տվեք, էլ ասեք որ մենք առաջի անգամ նստել էինք, ինչի՞ մեզ չասեցիք ինչի՞ եք նստել։ Երկրի համար ասեցիք։ Դուք չեք պատրաստվում գնալ, ասացիք որ ողջունում եք, ձեր զորակցությունը այդպես անձնապես հայտնել իրեն այս անգամ որ գիտեք ինչի համար է նստել։ Գիտեք, օրինակ ես պետք է մի բան պարզեմ, օրինակ ինձ համար մի երկու-երեք խնդիր ունեմ պարզելու, թե օրինակ Ռաֆի Հովհաննիսյանը բացի էս ամեն ինչ որ երևում է, այս մեզ, այսպես պարզ երևում է։ Ինչ կա թաքնված։ Էլ ինչ կա այն ներքևում։ Այ միջև դա չպարզեմ չեմ կարող, այ հիմա որ հայտարարել է։ Միջև հիմա չեք պարզել։ Այ հիմա որ ասեմ ձեզ։ Մարդը դիակի վրա Բան տես բան չի լինի։ Տես բան չի կարող լինի։ Այդ միջինից ցածր քաղաքացիությունն է վախացնում իր դիակով, տես բան չի լինելու։ Շատ արագ հանգուցալություն կստանա, շատ արագ։ Ինչ կերպ, օրինակ ո՞նց է։ Չեն թողի, որ հյուսվի գնա հիվանդանոց, այնտեղ երկրորդ հիվանդանոցը տեղափոխեն, հետո չորրորդ հիվանդանոցը, հետո տանեն ռեանիմացիա, դա բան չի լինի։ Կարող է լինի, բայց շատ արագ կանխվի դա։ Բավական է բանակցային process-ը սկսվի, ամեն ինչ կգա իր տեղը կնստի։ Ո՞նց է պատահում, ինչ կարա Ասել է այսօր, որ կարող է հանդիպել Ռաֆի Հովհաննիսյանի հետ, այսինքն Խնդրեմ։ բայց Ռաֆի Հովհաննիսյանը մերժել է, ինչ է կասում։ Բայց ոնց որ Արզումանյան չէր հետ։ Ուզում եմ նախապես իմանա ինչի մասն են խոսալու նոր Ասիայում։ Լավ, հարց իսկ կարճ խնդրում եմ անդրադարձեք, դու հարց ունեիք, հա։ Ես կարծում եմ որ իշխանությունները արդեն իրենց դիրքորոշումը ունեն։ Եվ հացադուլը չեմ համարում, մեր հասարակության համար գոնե կարևոր քաղաքական գործիք, դա ոչ թե ասում եմ որպես հանրապետական, որպես ընդհանրապես, ես կարծում եմ, որ դա այն միջոցը չի, եւ Ռաֆի Հովհաննիսյանը այսօր ունի բոլոր հնարավորությունները ավելի կոնսոլիդացնելու, ընդդիմադիր դաշտը ավելի սկզբունքային լինելու եւ կոնկրետ շատ բան կախված է, ես կուզեի որպես այս երկրի քաղաքացի, ոչ թե որպես իշխանության կրող Կուզեի որ ձևավորվեր իրոք առողջ ազնիվ ընդդիմություն եւ այսօր Ռաֆի Հովհաննիսյանը ոչ թե պաշտպանում եմ եւ ոչ թե ես հարգում եմ, ընդունում եմ ժողովրդի 37% տված ձայնը։ Հարց խնդրեմ։ Պարոն Երանյան, առնչությամբ ճշտում եք, դուք նշեցիք, որ առաջիկայում կներկայացնեք ձեր առաջիկա անելիքները եւ ձեր հիմնական նպատակը իշխանափոխությունն է։ Մենք հասելով նկատի ունենք ձեր կուսակցությունը կոնկրետ, մեկ Այսուհետ այո, միայն։ Ահա, եւ առաջիկա անելիքներ ասելով դուք նկատի ունեք նաեւ այդ քաղաքական ուժերի հետ համատեղ ինչ-որ Հա, եւ իբրև լրացում, հա, նոր հակի ձևավորում բան։ Հնարավոր է որ այդտեղ լինեք, պարոն Միրզոյան։ Չեմ պետք է դա լուրջ մտածելու խնդիր է։ Ես կուսակցության մասին չեմ ասում, առանձին միավորում կուսակցություններից կազմված։ Հնարավոր է կա բանակցություններ, թե ոչ, դեռ չկա, թող որտեղ այդ ուժերը դեռ համագումարը թողանի, ամսի 22-ին կլինի համագումարը։ Համագումարը կընդունի բանաձևերը, այս բանաձևերը մենք կլինեն նայեն մեր մոտեցումները։ Այդ ուժը այսինքն այս նոր ձևավորվող հակ միավորում կուսակցության մասին եք դուք ասում։ Չէ, ես հարցնում եմ առանձին հակի մասին։ Հակի մասին, որտեղ կլինեն տարբեր կուսակցություն, չէ, տարբեր կուսակցություն, եթե Բագրատյանն է, Սոզգիմիշյանին է, Մակեյանին է, հնարավոր է։ Ասեմ ձեզ, երբ որ համագումարը կլինի, համագումարը բանաձևի ամբողջ գաղափարախոսությունն, ուղղությունները, մոտեցումները, ապագայի հանդեպ կասի երկու բառ, դրանից հետո մենք արդեն հնարավորություն կունենանք մտածելու դրա շուրջը։
Եթե կուսակցության մեջ չեն մտնում, դու ծառայել ես կուսակցության։ Չէ, այդպես բան չկա, չկա։ Չէ, եթե կուսակցությունը ո՞նց կարող է կուսակցության մեջ մտնել։ Չկա։ Այսինքն առաջիկա անելիքները ասելով նկատի ունեք ձեր կուսակցության գործողությունները, չէ՞ որ աստիկ 1-2 շաբաթ հետո կներկայացնեք։ Այո։ Պարոն Ալեքսանյան, դուք կարծում եք, որ այդ 37% առնվազն 37% ձայնի ինչ պետք է ավարտվի այս ամենը, որովհետեւ ոչ հասարակությունը հիասթափվի եւ իշխանություններն էլ իրենց տեղում կարողանան մնալ, եթե հնարավոր է։ Իմ կարծիքով ստեղծվել է մի իրավիճակ, եւ իրոք եւ իշխանությունները եւ ընդդիմությունը կարող է թոթափի իրուրից այն բոլոր այս բառը օգտագործում գուցե տեղի կեղտերը, որը տեսնում է հասարակությունը եւ իշխանության մեջ եւ ժողովրդի մեջ։ Այսինքն իշխանությունը ազատվի։ Մենք դա գիտենք, դա բանաձև է, դա ես չեմ ասում եւ ես չեմ օրինել, որ իրոք ուժեղ ընդդիմության դեպքում իշխանությունները ավելի ուժեղ են եւ հակառակը։ Եվ այսօր ես նաև որպես իշխանության ներկայացուցիչ չեմ ասում ամեն ինչ հրաշալի է, մենք չգիտեմ հրեշտակներ եք ուրեմն մեր ուսուցչության մեջ էլ իշխանություններում էլ կան շատ բացասական երևույթներ, մարդիկ, պատեհապաշտներ եւ այսօր հանրապետության նախագահը ուսուցչության են կամակը այսօր չէ, դեռևս տարիներ առաջ այդ մասին խոսել է եւ ուզում ենք բարեփոխել։ Հանրապետության նախագահը ուզում է բարեփոխել եւ դրա համար հետեւական քաղաքականություն է տարվում եւ հավատում են դրան։ Ռաֆել Ղազարյանը այսօր ասում է, որ ինքն էլ հավատում է, ուզում է նպատակ այնա, որ ոչ միայն իշխանությունը վերցնի, այլ նաև ձևավորի առողջ ընդդիմություն։ Սա ոչ միայն հանրապետականի ընդդիմությանը, բոլոր ժամանակներում իշխանությունների ձեռնտու է եւ ճիշտ է, եւ երկրի պետության համար է ձեռնտու, որ ստեղծի առողջ ընդդիմություն եւ դա օգնում է իշխանություններին ինքը մաքրվել։ Այսօր Սերժ Սարգսյանը եւ ով ուզում է լինի հանրության նախագահ, այդ բոլոր փոփոխությունները կատարելու աջակցություն է պետք հասարակության կողմից, ինչի՞ չէ նաև ընդդիմության կողմից։ Սա չնայեք մենակ որ անպայման ինքնիքներ են անում։ Ընդդիմությունը իր գործողություններով եթե չարի թացը չորից տարբերում է, լավին լավ ասում, վատին վատ ասում, ես նորից ասում, ընդդիմության մեջ դա ասվել է ժամանակին, կան տարբեր կատեգորիաներ, դա դժգոհ մաս է։ Իսկ իշխանությունը չի։ Բայց կան նաև պատեհաբան, չգիտեմ, որոշում լարախաղացներ, չգիտեմ, մարդիկ որպես կան, մարդիկ են եղել, իշխանությունում էլ են եղել, մյուս տեղում էլ, մյուս տեղում հարուստել են, թալանել, այսօր եկել են դիմության փոքրական են։ Կան այդպես մարդիկ։ Ես դա իշխանափոխություն, հեղափոխության ճանապարհ, դա չեմ տեսնում։ Դա հասարակությունը չի։ Սահմանադրական ճանապարհով հնարավորությունները չեմ տեսնում, որովհետև սահմանադրական ճանապարհով արդեն իշխանությունը ընտրությունը կատարվել է։ Ես չեմ տեսնում։ Իսկ հարցի լուծումը ինչն է։ Հարցի լուծումը առողջ ընդդիմություն եւ իշխանություն ձևավորվել է այդ ամբողջության մեջ։ Այս բանը խոսում ենք ազգի միավորման մասին։ Մի բառ եմ մի միտք շատ կարևոր։ Այսօր բոլորը խոսում են ազգի միասնության մասին։ Եվ Ռաֆել Հովհաննիսյանը, եւ մենք, եւ մյուսը, եւ ազգի միասնությունը ուրիշ բան որ խոսենք ընդդիմության միասնության մասին։ Ասենք ազգի միասնը, բայց եկեք ընդդիմությունով հավաքնենք իշխանությանը, ուրեմն խոսքը ազգի մեր հասարակության միասնության մասին է։ Եթե ով կլինի իշխանությունը, ով կլինի, ուրեմն այդ ամբողջականությունը ընդդիմություն եւ իշխանություն։ Դե քաղաքակիրթ ձևով հարաբերությունները սկսել իրար։ Եվ ստեղ հայերենը չլինի։ Ինչ են, ես պարոն Ղազարյանի հարցին եմ ուզում պատասխանել։ Ինչ են հոգնել մարդիկ հայերեն, որտեղ այսօր հայերենը վաղագնում են ուրիշ բան են անում։ Ավելի լավ չի չհայերեն, բայց սկզբունքորեն առաջ գնալ։ Ուրեմն մենակ իշխանություններին ով բարձր հայերի, ով մենակ դրանով չափել ընդդիմության արմատականություն, դա սխալ եմ ասում։ Այսօր իշխանության մեջ մարդիկ կան ավելի ընդդիմադիր են, կա բանը ձեր հակում շատ մարդիկ կան, դու ձեր հակը չասում ընդդիմության մեջ։ Ես ես հավատացնում եմ այսօր իշխանությունում կան ավելի ընդդիմադիրներ, որոնք ուզում են լավատեսնել եւ որոնք այսօր նաեւ քննադատում են եւ առողջել քննադատում են եւ շատ նեղ բանում ավելի վատեն ասում կան ընդդիմություն։ Ընդդիմության մարդիկ գիտեն որ այսօր հայերում են իրիկունը սրամատներում գարաժի են անում։ Ինչի՞ մասը դա։ Ես գարաժի եկնտին եմ։ Դուք համակարգում եք վերջի տարիներին վերածվել էր ոնց որ ասվում էր գերի կլուբի։ Ես մի բան ասեմ, անցյալ հարցազրույցին դուք ես մի բան ասել եմ, ուրիշ բան տպել եք, ճիշտ ասած։ Ասեք, որ բան։ Սկզբից մինչև վերջ։ Սկզբից մինչև վերջ։ Ամբողջ միտքը փոխված էր։ Դուք գիտեք, որ նախադասության մեջ 2-3 բառ փոխում ենք, միտքը ընդհանրապես այլասերվում է։ Հիմա տվեք ձեր հարցը։
Ես կաշխատեմ բառարված Համաձայն եք ասես, թե համաձայն չեք նման գնահատականի հետ։ Ես ընդհանրապես կարծիք չունեմ։ Մարդ իր կուսակցության մասին բան է ասել, այդ կուսակցության շրջանակներում մնացել է եւ մեկնաբանելու խնդիրը չունի։ Բայց որ ասում եք միտքը փոփոխված է, ես եթե ձեր խոսքը մեջ եմ վերել, հնարավոր չի ես փոխադրել։ Չէ, նռի փոխված է։ Այսա խնդրում եմ փոխես, որտեղ ցանկացած բանալի բաց է անում։ Այս չեք օգտագործում։ Այս ֆորմայի բանալի լսի։ Չէ, չեք օգտագործում։ Այս ֆորմայի բանալին, ասեմ, այս ֆորմայի բանալին ցանկացած